միասին այստեղ էին, մամուլի ասուլիսի էին հրավիրված եւ նրանք խոստացան, որ կանեն ամեն ինչ այդ բանաձևը ընդունելու համար։ Կարող ենք արձանագրել, որ նրանք իրենց խոստումը կատարեցին, հիմա ինչպիսին կլինի հետևանքները, ինչ զարգացումներ են ընդհանրապես սպասվում։ Այո, ուրեմն ողջույն ձեզ բոլորին, քննադատականը շատ ճիշտ է, իրենք ինչ որ խոստացան արեցին։ Ես երեք հենց քվեարկությունը ավարտվելուց երևի րոպեներ անց պատիվ եմ ունեցել խոսելու դիլինկը ցախ կուսակցության, հա, խոսնակ Դիգին Ուլլա Ելկի հետ, որ ձեր հյուրներ այստեղ մի երկու շաբաթ առաջ ու նա է ինձ առաջինը այդ ավետիսը լավ լուրը տվել, ասելով որ Հացպանյան ես խոստումս կատարեցի, տեսակ որ ընդունվեց ու շատ ուրախ էինք։ Ուրեմն դեղի ունեցածը իսկապես միայն մեկ առումով աննախադեպ է, որովհետև ես ուրեմն մի հատ լուսանկար էի բերել, որը ասա, խնդրեմ, այս լուսանկարում շատ հստակ երևում է այդ սպիտակ հենց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որը իմ հարազատ քրոջս տղայի, հա, Գևորգ Հացպանյանի նախակաց եւ համագարկած աներքենունք յեց դե Դոյչլանդ ճանաչում հիմա անմիջապես գազագերբության խորհրդանիշն էր դարձել արդեն մոտ 2 տարի ու հենց սա էր գերմանացիներին սաստել այստեղ Գերմանիայի սահմանագից բոլոր պետությունների լուսանկարներն են իրենց դրոշակներով հանդերձ մնացել էր միայն Գերմանիան, որը այսպես ասած չէր ճանաչել, պետական պաշտոնական ճանաչում չէր դրվել ու ասում էին, որ Գերմանիա ճանաչում հիմա, որը այլևս իզորու չէ արդեն այս երկիրը եւս հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչել է։ Ուրեմն գերմանացիները ի դարբերություն մնացած ազգերի, գիտեք, շատ ճշտաբահ են, շատ կոնկրետ, հա, շատ կարգաբահ, հա, այսին արիական այդ ժողովրդին լավագույն հատկանիշներով օժտված մի բազմություն, մի ազգ, մի պետություն, որը աննախադեպ, իրոք աննախադեպ բանով հանդես եկավ։ Սա վեճի երևի լրատվամիջոցներին ասել, սա Բունդեստագի կողմից ընդունված հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ամբողջական տեքստն է, ես վստահ եմ բոլորդ ունեք մանրամասն, ու երբ որ սա գարտակ եւ գարտակ այդ մնացած պետությունների ճանաչումները գտեսնեք ինչքան դարբերվում են իրարից։ Գերմանացին երբ որ ինչ որ բան ասում, պետք է դա այդքան հաստատակամ, այդքան ըստուկված, այդքան ճշգրիտ, հա, լինի, որ որևէ արարգության դեղ չթողնի։ Յուրաքանչյուրի հիմնավորումը ինչու նախատասության մեկ առ մեկ նշել են Գերմանիայի, այսպես ասած Պրուսիայի այդ ժամանակահատվածում գայսրության, մեղսակցության խնդիրը մանրամասնորեն նկարագրված եւ այլն, ու իրենք ասում են, քանի որ մենք ինքներս շատ լավ գիտենք տեղի ունեցածը իբրև պետություն, հա, որովհետև պետություն արխիվ ունի, ի դարբերություն Թուրքիայի Հանրապետության, այսպես ասած վարչական տարածքի իշխանությունները, նրանք իրենց արխիվները չեն թաքցնում, Գերմանիայի արխիվները բաց է բոլորի առաջ, եւ այդ բանաձևի մեջ նաեւ նշված է, որ իրենց պետական արխիվի, հա, գրտնօրինակը ամբողջությամբ միկրոֆիլմի տեսքով, միկրոֆիշ է նշված տեքստում դրամատրված է Հայաստանի Հանրապետության տարիներ առաջ եւ դրամատրված է նաեւ մեկ օրինակ Թուրքիային։ Այսինքն թե Թուրքիան է դիրապետում այդ ամբողջ դաշտին դեղեցության, թե Հայաստանը։ Սա այսպես ասած իրենց մոդեցումը հարցին։ Գերմանիան այս ամբողջը Ռեջեփ Տայիպ Էրդողանին բազմիցս ուրեմն ներկայացրել է, որ ինքը գնալու է այդ քայլին ճանաչելով հայոց ցեղասպանության իրողությունը։ Եվ Թուրքիան շատ լավ գիտեր, որ սպասում է այս քայլը, այսինքն սա այդպես անսպասելի բան չէր, գիտեք, որ պատմությունը մոտ 2 տարվա բան ունի, անցյալ ունի, 2 անգամ հետաձգվեց, մի անգամ գրեթե պետք է քվեարկվեր Դիգին Մերկելի բունդեսկանցլերի խնդրանքով հետաձգվեց, որովհետև Դիգին Մերկելը իշխանության գուսակցության կոալիցիոն կորձընկեր հայտնել էր, որ հետաձգենք մենք բոլորս իրար հետ, հա, միահամուռ բանաձևենք այդ բանաձևը, հա, որը որ հիմա այս դեսկը ընդունեց։ Ինչպես գիտեք 19 ուրեմն մայիսի Դիգին Ուլլայելկի Դիլինկի գուսակցության ցախ գուսակցության այստեղ դված մամլասուրիսում դուք գիտեք նաև որ երկու բանաձև կա 2005 թվականից երկրորդ բանաձևը այդ ավելի ճիշտ առաջինը ոչ թե երկրորդը սա էր որ ընդունվեց
դիգին ուլլա ելքի, հա, ցախ կուսակցության ներկայացնած էր, որտեղ Գերմանիայի pedagogan հանցակցությունը, մեղսակցությունը եւ պատասխանատվությունը շատ ընդլայնված, շատ հստակ առանց որևէ, հա, բանի դեղիկ տալու հստակ էր, այս մեկը այդ առումով անհամեմատելի լղոզված է, այսինքն ցախ կուսակցության բանաձևի հետ կապված դժբախտաբար, բայց ես վստահ եմ օրը գկա այդ բանաձևը եւս կընդունի, որովհետեւ դիգին ելքն այստեղ ձեզ մամլոն ներկայացուցիչներին ասում էր, որ ինչպես մենք փոխհատուցում ենք վճարում Իսրայել պետության, ինչպես ենք փոխհատուցում տալիս Բելգիային, Հոլանդիային, Գերմանիան, առ այսօր վճարում են, այդպես նաեւ պետք է Գերմանիան փոխհատուցում դա Հայաստանի Հանրապետության, որովհետև դեղի ունեցած ցեղասպանությունը մարդկության թեմ իբրև իրագործված հանցագործություն անժամանցելի է եւ մենք ինքներս, այսինքն Գերմանիայի pedagogan ապարատը ուղղակի մասնագիծ է եւ նշել էր այդ ռազմական կորձիչների թվականակը եւ այլն այդ ամբողջին դուք դիրաբեդում եք։ Ինչեւ է հիմա եղավ այդ ինչ եղավ, որը ինչով է դարբերվում մնացած երկիրների հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչող բանաձևերից։ Այս մեկը ուղղակի գլխավոր մեղսագիծի ճանաչումն է։ Գերմանիան, հա, այսպես ասած Օսմանյան գայսրության այդ ժամանակաշրջանի, թե Աբդուլ Համիդի, թե երիտ թուրքերի, Իттիհադի եւ թե Մուստաֆա Քեմալի ժամանակահատվածում կորձընկերն է հանդիսացել դաշնագից, մեղսագից պետությունը։ Ամբողջ Օսմանյան գայսրության ռազմական այդ ապարատը Գերմանական է, ծայրից ծայր։ Նախապատրաստությունը, սպայագույդի պատրաստումը, զենքը, զինամթերքը, հա, նրանց, այսպես ասած, առաջին աշխարհամարտի պատերազմի մասնակցությունը դա գերմանական պրոյեկտ է, դա թուրքական պրոյեկտ չի։ Դա շատ հստակ է։ Եվ քանի որ այդ ամբողջը փաստաթղթավորված է, Գերմանիան ուզեց 101 տարի հետո, 15 թվականի 100-րդ տարելիցից 1 տարի հետո քոնե արերեսվել իր իսկ պատմության հետ եւ ընդունել այդ ինչ իրականում կա։ Հիմա սա ինչով է ուրեմն հատկանշական է մի բանով, որ ինքը ասում է ես մեղսագից եմ, այս հանցանքին խոստովանում է դա քրավոր եւ հորդորում է իր իսկ պետության, այսինքն խորհրդարանը, իբրև օրենսդիր մարմին թիմում է Գերմանիայի բանաձևի վերջին հատված ամենակարևորն է։ Ուրեմն թիմում է Գերմանիայի ղարավարության, կորձող ղարավարության, որ այս բանաձևից ելնող իբրև հիմք այս բանաձևը ընդունելով ղարավարությունը պետք է քայլեր անի սա։ Այդտեղ շատ հստակ նշված է, խնդրում եմ դուք այդ հատվածները նշեք ձեր կողմից, որ ավելորդ չլինի գրկնել այդ ամբողջը։ Հա, ուրեմն եթե մեղսագից ասում է ես մեղսակցել եմ, ես գիտակցում եմ իմ մեղքը, այդ նշանակում է մեղավորը կա, չէ՞։ Մեղավորով է այժմ Թուրքիայի Հանրապետություն, որը իրավաճորտն է Օսմանյան գայսրության։ Թուրքիայի Հանրապետության բոլոր իշխանությունները 23 թվականից առ այս րոպե անընդհատ մերժել են, անընդհատ թրջել են այդ պատմական իրողությունը եւ անընդհատ, այսպես ասած, սդին գեղձիկին են դիմել։ Հիմա շատ հետաքրքիր մի փաստ կա, մարդը գնում հայտնում է իր մեղսակցության մասին, բայց մեղավորը ասում է ես մեղք չունեմ։ Եթե մեղսագիծը գա, ուր է մեղավորը։ Այս մի հարցը Թուրքիային ուրեմն ամենաշատ նեղի մատնելիք բանն է, ինչ Ֆրանսիայի, ինչ այլ երկրի ճանաչում չեր դա այդ ինչ որ հիմա սա գա ու մենք սա պիտի սկանչելի, այսպես ասած օգտագործենք այսօրվանից հետո մեր բոլոր քայլերում, ինչի համար։ Երեկոյան արդեն բոլոր թուրքական մեդիան լցված էր մի նախադասությամբ։ Սա նշանակում է համարյա թե Թուրքիան է ստունել ցեղասպանությունը։ Այդ համարյա թե բառը արդեն ինքնին ամեն ինչ ասում է։ Եվ քանի որ առաջին իսկ ժամում Քենիայում գտնվող Ռեջեփ Թայիպ Էրդողանի ուղղակի հրամանով Բերլինում Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնող տեսփանը ետ կանչվեց, հա, եւ այսօր ժողով գա, երևի այս ժամերին Թուրքիան պիտի քննարկի ինչ բաժա միջոցների թիմի Գերմանիայի թեմ։ Ձիծաղելի է, այո, ձիծաղում եք, շատ նորմալ է, դա իրոք ձիծաղելի է բան։ Ուրեմն այս ֆոտոն, որ այստեղ ես հատուկ դեղատրել եմ, Ռեջեփ Թայիպ Էրդողանի, այսինքն իրեն Օսմանյան գայսրի դեղ դրած, հա, այժմյա մեր ժամանակակից միաբեդի օգտագործած նախագահի ավտոմեքենան է, Mercedes-Benz։ Ուրեմն ինչ են գրել թուրք թերթերը, խնդրում եմ, սա շատ կարևոր է։ Այսօրվանից պատրաստ եղեք հարգելի Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, Adidas, Bayer, AEG, Bosch, Grundig, Mercedes-Benz, BMW, Audi,
Volkswagen, Porsche, Opel, Ford, Nivea, Nutella եւ այլն չօգտագործել։ Եթե Թուրքիայի Հանրապետությունում հիմա Գերմանիային պատժամիջոցների կիրառման համար ինքնահարգիզման գնալ թվով թաթարեն գերմանական ապրանքին գտնել, Թուրքիա գոյություն չունի։ 100-ից 98 ապրանք զուտ գերմանական է։ Ձեզի մի հատ շատ հետաքրքիր թիվ։ Ուրեմն Թուրքիայի վերջին 1 տարվա արտահանումը, էքսպորտ, որ իր երկրից արտահանել է 133.6 միլիարդ, 134 միլիարդ դոլարի արտահանում է ձեռք բերել, որից 13.5 միլիարդից ավելին միմյան Գերմանիայի ուղղությամբ։ Եվ Գերմանիան Թուրքիայի համար 1 գործընկերն է իր արտահանումով, էքսպորտով։ Գերմանիայից Թուրքիա միայն այս վերջին տարում 21.3 միլիարդ դոլարի արտահանում է դեղ ունեցել, այսինքն իմպորտ, Գերմանիայից Թուրքիա իմպորտ։ Սրան թաթարեցումը, որ իբրև թե սպառում է Թուրքիան, Թուրքիայի գործանում է նշանակում ինքնըստինքյան եւ բոլոր թերթերը ծաղրելով Էրդողանին, հատկապես եւ այդ Բինալի Ելդրմին այժմ է վարչապետ ծիծաղում էին, էլի, ծաղրանք է, այսօրվա բոլոր թերթերը, նույնիսկ իշխանամետները, որ այսպես հոխորդում են բան, ծաղրանք կար դողադագերի դակ, որ մենք ինչ կարող ենք անել հսկայի դեմ։ Մեր ամբողջ բանակը զինված է Բունդեսվերի, այսինքն Գերմանիայի արտադրությամբ զինադեսակներով, այդ ամբողջ օտանավային գազը, թորնադոները, ուղղաթիռները, զենքը, զինամթերքը, ոնց որ Պրուսիայի ժամանակին Օսմանյան գայսրության ժամանակ զինած Գերմանիան, այժմ եւս համար 1, այսպես ասած, թիգունքն է Թուրքիայի Հանրապետության։ Այս ամբողջը պիտի ուրեմն այսօր քննարկեն իրենց երագողմ ազգային անվտանգության խորհուրդ, վարչապետարան, այսինքն կառավարություն, արտգործ նախարարություն եւ այլն, եւ այսօր երեկոյան մի հատ շատ մեծ ժողով է նախատեսված, որ Թուրքիան իր այսպես ասած սաստիկ կեցվածքը պիտի դրսևորի։ Ուրեմն ծիծաղի առարկա է նաեւ այն, որ գերմանապնակ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հատվածում երկփեղկվածություն կա, մոտ 3.5 միլիոնից ավելի է, իրենք միայն Գերմանիայի դաշնությունում, այսպես ասած, կամ Թուրքիազին կարող են ասել, կամ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այդ հատվածը, որոնք ուրեմն նրանց այդ ազգային կեցվածք դրսևորողները գոչ են արել պետության լքել Գերմանիան ընդմիշտ, պատկերացնում եք։ Այսինքն, եթե իրենք այդքան բան են, իրենց ասածի դերն են, այսինքն Գերմանիան սդում է, ոչ մի մեղք չի կործվել, հայերու դեմ ոչ բան չի արել, ուրեմն լքեն եւ թող գնան Թուրքիա, ապրեն իրենց այդ քյուղերում եւ քաղաքներում, որոնք հայերից եւ հույներից էին ուրեմն բռնակրաված, եւ այդ դողուպերին չէ գիտեք, այդ հայտնի թեմքը չէ, որ շվեյցարյան թադի դվապան, ուրեմն նախքան Բանաձևի քննարկումը հայտարարել էր մամուլին, որ եթե Բանաձևը ընդունվի, ես ինքնահրգիզվեմ, ինչի հիմա դեռ հայտնի չէ այդ մարդուն, դեռ ինքնահրգիզման մասին զանգվածային լրատվամիջոցներում ոչինչ հայտնի չի, սպասում ենք պարոն Փերինչեկ ժամ առաջ բահարավ ծեր խոստումի դերելն այսքան, դա հայության կողմից իբրև ցանկություն։ Հիմա երկու նկատառում շատ կարևոր։ Բունդեսթագում կա 11 Թուրքիայից պատգամավոր։ Թուրքիայից թուրքերը դրան ասում են ցակումով թուրքական, հա, բայց իրենք բոլորը ցակումով թուրքական չեն։ Այս պատգամավորներից 7-ը գին է, 4-ը դղամարդ, 4 տարբեր գուսակցության անդամ են, իշխանության գուսակցություն, CDU, Անգելա Մերկելի գուսակցություն, SPD, սոցիալ-դեմոկրատ, գուսակցություն, Die Linke, այսինքն ցախ գուսակցություն, երրորդ գուսակցություն, եւ Die Grünen, 90, այսինքն Ջեմ Özdemir այս բանաձևը հեղինակող, այսպես ասած ներկայացնող խորհրդարանին, Բունդեսթագին պատգամավորը, ուրեմն այս ամբողջը իրար հետ 11 հոգի են։ Թուրքական թերթերը գրում են, ինչ հետաքրքիր է, 11-ից 11-ը գող քվեարկեց։ Այսինքն, ցակումով Թուրքիայից մարդիկ այս բանաձևին գող են քվեարկել։ Ուստի խնդիր չկա, դարբեր հայացների դեղ CDU, SPD, Die Linke եւ Die Grünen կանաչներ բոլորը 11-ին գող են քվեարկել։ Ուստի Գերմանիայում ապրող այդ թուրքական հատվածը, հաշտ է եւ ուզում է իր պատմության հետ այսպես ասած արերեսվել, ընդունել այս փաստը եւ գնալ այս քայլերով։ Քաղաքագրված հատվածն է եւ այս 11 հոգուց մի քանիսը ծնվել եւ մեծացել են հենց բանում Գերմանիայում, 70-ական թվականներին այդտեղ իբրև արտաքնա աշխատանքի եկածների երեխաներն են իրենք։
ու հետաքրքիր փաստարկներից մեկը, որ հայկական մամուլը արդեն արձարծեց, Ջեմ Özdemir-ը ինքը Ձակումով Չերքես է, հա, թուրք չի, հա, իր ամբողջ չերքեզական խմբերը խորհրդարանի առաջ հայերի հետ միասին քոչարի էին բարում չերքեզական թրոշակներով, հա, որոնք իրենք են չերքեզները ենթարկել հայոց ցեղասպանության եւ անմիջական մեղսակցությունն ի չերքեզ ժողովուրդը հայոց ցեղասպանության դեղ ունենալու ներողություն էին խնդրում հայերից, որ իրենց բաբերը հայ են գոդորել եւ հայերի հետ միահամուռ այսպես ուսուսի դված բարում էին Բունդեսթագի արչեւ։ Ջեմ Özdemir-ը ուրեմն 100-րդ տարելիցի խորհրդանշան ամբորուգով էր հանդես գալիս այդտեղ խոսացող մի ժամ 25 րոպե է տևել ամբողջ քննարկումը Բունդեսթագից յուրաքանչյուր ուրեմն գուսակցություն քաղաքական միավոր գողմ է արտահայտվել քվեարկության եւ արդյունքը սպասելի նման բան է ինչ անորանունը դեղի ունեցածն է այստեղ պետք է նաեւ հայկական համայնքին թեգուզ փոկրատիվ համեմատական անշուշտ թուրքական համայնքի հետ կամ Թուրքիայից եղածների համայնքի հետ ուրեմն համեմատած 3.5 միլիոնի մոտ 40,000-ը երևի թիվ չի կազմում, բայց տեսեք, այդ քիչ առաջ որ ձեզ ասում էի աներքենունք յեց ջանաչում հիմա, ուրեմն գազագերբության հիմնադիր եւ համագարկողը հանդիսացող անձը Սա չեմ ասում, որովհետև իմ հարազատ քրոջ որդին է, ինքը բարձրագարկ իրավաբան, միջազգային իրավունքի մասնակետ, գործող քաղաքական գործիչ, հենց Անգելա Մերկելի CDU կուսակցության մեջ քաղաքական գործիչ է եւ առաջիկա ընտրություններում ինքը լինելու է պատգամավորի տեխնազու, ուրեմն իմ հարազատ քրոջ որդին Գևորգ Հացպանյանը եւ իր այդ բادվիրագությունը, որ առաջին անգամ Գերմանիայի Բունդեսթագում հայերը ունեցան լիիրավ բادվիրագություն ներգաղթական գազմ, որոնք նստած էին ամբողջ քննարկման ժամանակ Բունդեսթագում, ուրեմն նրանց Բունդեսթագ մտնելուց առաջ նկարված լուսանկարն է, ուրեմն այստեղ Սերոպե Վարդապետ Իսախանյանի գլխավորությամբ հայկական բادվիրագության Գևորգ Հացպանյանի եւ մնացածի հենց այդ տարածքն է, որը իրենք սպաղեցնում էին խորհրդարանում Բունդեսթագում այսպես երեք ամբողջ մամուլը արդեն հեղեղված էր այս նկարներով հենց մի ժամ 30 րոպեով ամբողջ հայկական բادվիրագությունը հանեց հայկական երակույնը թրոշակը եւ շնորհակալությամբ հանդես եկավ դանքը ուրեմն Գերմանիայի խորհրդարանի այսպես ասած պատմության հետ առերեսվելու փաստին իրենք հենց դահլիճում այս բաստարներով հանդես եկան եւ վերջում ամբողջ հայությունը Բունդեսթագի առջև այսպես հիշադակի նկարներ էր ուրեմն լուսանկարվում, որովհետև պատմական օր է 2 հունիս 2016 թվականը, սա այդ հայ երիտասարդությունն է, մեծ մասը իմ քրոջ որդիների նման Գերմանիա ծնված, Գերմանիա մեծացած, այդտեղ ձևավորված, բայց իրենց հայկական ինքնությունը, լիիրավ ապրող, հայախոս, հայկական մշակույթի գրող, այդ 40,000-ի մի բուր երիտասարդությունը, որ դարիներ շարունակ մեծ ճանկեր ներդրեցին, որպեսզի սա տեղի ունենա։ Եվ վերջին խոսքը այս արդիվ ես ձեր հարցերին կպատասխանեմ, ուրեմն տեղի ունեցածը մեզ համար նաև պատմական մի այլ նշանակություն ունի, եւ ես գտնում եմ, որ նման պատահականություններ չի լինում։ 1921 թվականի ուրեմն այդ օրը, այսինքն երեկվա օրը, 2 հունիս օրը, նույն Բերլինում Թադարանում ազատ արձակվեց ամբարդ ճանաչվելով Սողոմոն Թեյլերյանը։ Մեր ազգային հերոսի Սողոմոն Թեյլերյանի Թալատ Պաշայի նման մի աղբին պատմության աղբանած ուղարկելուց հետո դեղ ունեցող թադական ուրեմն քննության ավարտի օրն էր նաև 2 հունիսը ուղիղ 95 տարիներ հետո նույն քաղաքում Բերլինում այդ ժամանակալ մայրաքաղաք
Ինուլլա ելքը մորաստեղ ներկայացնում էր, այո, դուք պատկերացնում եք, եթե Գերմանիան ընդունելով հանդերձ կառավարությունը որոշի փոխհատուցում տալ, ում պիտի դա, այստեղ է ցերարցի պատասխանը Հայաստանի Հանրապետության, չի պիտի դա հայության, պիտի դա Հայաստանի Հանրապետության, Գերմանիան փողերը տալիս է Իսրայելին, չի տալիս հրեական համայնքներին, հասկանում եք, որովհետև փոխանցակ հրեայությանը ներկայացնող պետական միավորը, քաղաքական միավորը դա Միացյալ Ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, ինչպես Իսրայել պետությունը, այդպես էլ Հայաստանն է, չէ՞։ Հայաստանին դա օդուչրի նման է պետք։ Հա, մենք այսպիսի իրավիճակից դուրս կգանք։ Պատկերացրեք միայն Թուրքիայի Հանրապետության ներսում, այս Ռեջեփ Տայիպ Էրդողանի իշխանության օրոք այդ թադակնությունները, որ ի նպաստ հայության ավարտվում են, այդ մեր գալվածները, որ չէ, բռնակրաված է մեզնից, ետ են ստանում, մեր ամբողջ դպրոցները, եկեղեցիները շուտ չեն քաշել, մենք ինքնապահ վիճակի մեջ ենք, մենք խնդիր չունենք նյութական, հասկանում եք, հա, Իստանբուլի եսից ավելի մերն է, Իստանբուլի եսից ավելին, իմացեք էլի, չիմացողներն եմ ասում, Հայաստան Հանրապետության պետական բյուջեի 20 կամ 30 անգամ ավելին է, դրա վարձակալության փողը հերիք է մեզ, պատկերացրեք ցեղասպանության համար նյութական միայն, հա, փոխհատուցումը քանի միլիարդների կբերի, ուստի իրավական կատեգորիան, հա, որը ճանաչում է ցեղասպանությունը իբրև անժամանցելի հանցագործություն, այսինքն ոնց որ մի րոպե առաջ է դեղ ունեցել, եթե ասում ես ցեղասպանություն, ոնց որ ասում է ջադրագում, շախմատում են ասել, ձերս տվել խաղա։ Ձերս տվել խաղա։ Հիմա մենք պետք է անցնենք արդեն այդ երկրորդ փուլին եւ բանջարների անունով անտեսկանք իրավական։ Երկրորդը գույքային։ Իմ ընտանիքի անունով Հացպանյանների, հա, ուրեմն գույք ունենք մենք Արևմտյան Հայաստանում եւ իմ բաբիկիս անունով եղած հողում այսօր նավթահոր կա։ Այսինքն ես պիտի դառնայի Սաուդյան Արաբիայի կամ Կատարի, այսպես ասած, այդ շեյխերի ունեցած հարուսության դեր մարդ, որ այսօր Հայաստանի Հանրապետության մտավորականի կեցվածքով հազիվ քոյադևում եմ, հա։ Այդ իմ եղածի վրա Թուրքիան է նստած։ Թուրքիան է շահագործում, Թուրքիան է շահանալու, չէ՞։ Ուրեմն, բայց դա պատկանում է Հացպանյանին։ Ուրեմն ես ինձ պատկանողը ետ ստանալու կարգավիճակ պետք է ցերպերեմ։ Սա նշանակում է թադակնություններ, ինչքան ուզեք։ Եդևի պետք է անհատական, միութենական, համայնքային, հա, բաներ։ Եվ իրավական այս հարցը պիտի իրավապանները ցեղագերվեն ու տնեն սրա ժամանակն արդեն։ Իմ հարազատ քրոջս որդին, որ ասեցի, այս համայնքը այդ բادرվիրագության, այսպես ասած, ներկայացչական գազմով բունդեստագում էր։ Ինքը միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից է Գերմանիա, Գերմանիայի լավագույն իրավաբանական ֆակուլտետներն է ավարտել եւ ունի բարձրագույն գրթություն եւ աշխատում է իբրև իրավաբան, երևի թե Գերմանիայում կցեվավորեն մի խումբ, հա, իրավաբանների, հա, սա պիտի դեղ ունենա, այլապես ես կվրտովեմ իմ զարմիկիտեմ, այսպես ասած, որ այդ կորձը չի կատարվում եւ պետք է արդեն այդ բանջարական յուրաքանչյուր գեդը ցեվագերված իրավականորեն դրվի սեղանի վրա եւ Գերմանիան աչակցելու է դրան, որովհետեւ Թուրքիան այդ փոխհատուցման հարցը լուծի։ Ես խոսեցի միայն իրավական եւ գույքայինի մասին։ Գույքային եւ իրավականից հետո գա փարոյական բնասի փոխհատուցում, պատմամշակութային արժեքների ոչնչացման, չէ, փոխհատուցում։ Պատկերացնում եք, երկու շաբաթ հետո մեր երկիրը այցելելու Հայաստանի Հանրապետություն Հռոմի բաբը, չէ, ուրեմն առաջին քրիստոնյա պետությունը այցելելու Հռոմի բաբը եւ քրիստոնեական ամբողջ արժեքների, այսպես ասած, ոչնչացման, նրանց եւս ցեղասպանության արդիվ խոսք գասի այստեղ, որովհետեւ ինքը լինելու Գյումրիում ճիշտ անի մայրաքաղաքի մեր դիմացը եւ երևի անին ալ դեսնի իր աչքերով այդ 1001 եկեղեցիներով հայտնի մեր մայրաքաղաք անին եւ այդտեղ երևի դա ամբողջ քրիստոնյա համայնքի անունից ինչ որ խոսքով հանդես կգա, որը էական է։ Համեցեք, լսում եմ։ Պարոն Հացպանյան, այս ճանաչումը Գերմանիայի կողմից արդյոք դեմարշ չէ Թուրքիա Գերմանիա հարաբերություններում եւ արդյոք Գերմանիան չի ուզում ինչ-որ բան հասկացնել Թուրքիային։ Այո, դեմարշը շատ ճիշտ է ձեր նկատառումը, ես լիովին համաձայն եմ ձեր մտքի հետ։ Դեմարշեր եւ այդ դեմարշը երկու բանով է պայմանավորված։ Առաջինը իրենք Եվրոպան հասկանում են, որ թուրքը պիտի Եվրոպա չմտնի կամ սահմանապահվի այդ կանով ինչ կանով որ գա։ Իսկ դիգի Մերկելը
այդ Սիրիայից փախստականների Իրաքից չէ, այդ ամբողջ մի հոսք որ դեղ ունեցավ, չէ, մոտ ամենամեծ հոսքը թեպի Գերմանիա դեղ ունեցավ, 1 միլիոնի մոտ բան, խոստացել էր Թուրքիային, չէ, որ նրանց յետ վերադարձը ապահովելու դեպքում Թուրքիա այդ փախստական հատվածը, նույնիսկ նրանց նպաստները նյութական ապահովելով, հա, իրենց գենցաղը, բան եւ այլն, թույլ կտա ուրեմն հոկտեմբեր ամսից սկսյալ նույնիսկ թվական էր նշվել 16 հոկտեմբերից Շենգենյան ուրեմն կոդի ազատ ելքումուտ Թուրքիայի քաղաքացիների համար։ Սա երևի Եվրոպան չէր պատկերացնում պատմական քրախ է, այդ որ 1460-ներին չի կարողացել Սուլտան Սուլեյմանը կրավել Վիենան, այս մի անգամ շատ հանգիստ կկրավեին ներսից, ոչ միայն Վիենան, Բերլինի, Բրյուսելը, Ամստերդամը, Փարիզը, Լոնդոնը, հա, մի հատ թուրքական արշավ պատկերացրեք, Շենգենյան վիզա չի գա, Թուրքիայի գեսը Եվրոպայում առանց խնդրի, հա, վերջ, դեմոգրաֆիական վիճակը կփոխվի այդտեղ։ Եվ այդ արշավան կգասեցնելու համար 1 Մեծն Բրիտանիա, Դեվիդ Քեմերոն, համար 2 Ֆրանսուଆ Հոլանդ, իմ նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, ամտես եկան շատ խիստ հադապարտումով, որ Գերմանիայի նման գեցվածքը, հա, Եվրոպայի շահերից չի փոխում։ Գերմանիա մնաց առանցին։ Ավելի ճիշտ երբ որ ասում եմ Գերմանիան, պետք է դա ընկալել Մերկել, CDU, որովհետև Գերմանիան Մերկելը չէ։ Այո, ճիշտ է, այսօր ընդրված, վստահված Գերմանիայի ժողովրդի կողմից բունդեսկանցլերն էինք, վարչապետը, բայց իր քաղաքականությունը հարիր չէր Գերմանիայի pedagogan շահերին։ Գերմանիայում եւս շատ խլրդումներ եղավ այս վերջին 1 տարին, Մերկելը բան այդքան իջած է ժողովրդականություն էլի, հա, սոցիոլոգիական հարցումներով յուրաքանչյուրը տեսնում եմ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ աշխատող Անգելա Մերկել, դիզավող, նսեմասնող, հա, հոտվածներ եւ լուրջ թերթեր են կրում սա։ Էրդողանը ինչ ասում է, Մերկելը դաբրո է տալիս, այո է ասում, գնքում է եւ այլն, խայդարակ վիճակեր, որ Գերմանիան ամենահսկան է քերոսկապետությունը ամբողջ Եվրոպայի, հա, տնտեսապես ամենահզորը, ամենագայունը, ամենաստաբիլ, հա, վիճակում ինչ որ Թուրքին փեշքեշ, հասկանում եք, Գերմանիային pedagogan քաղաքականության շատ ձեռնդու էր այս իրավիճակը, ասին իրենց պետք էր մահանա։ Այդ իմաստով ես մի քիչ ինձ վիրավորված եմ զգում, որ հայոց ցեղասպանության իրողության անհերքելի փաստը նաև օգտագործվեց այս առումով, պետք է դա մենք խոստովանենք, հա, բայց ասում է 2-3 միտեղ չի լինում դժբախտաբար, հա, ավելի լավ ուշ կան երբեք բանով, ուրեմն դեղի ունեցավ այդ ինչ տեղի էր ունեցել, բայց ինչպես ես իմ խոսքի սկզբում ասեցի, ի սկզբանե Մերկելը եւ Գերմանիայի բոլոր քաղաքական ներկայացուցիչները Թուրքիային հաղորդել էին այս մասին, որ դեղի է ունենալու սա։ Դուք եթե ուզում եք Եվրոպա մտնել, դուք պիտի եվրոպացի լինեք, ձեր գրած արժեքներով, հա։ Մենք չենք կարող իսլամական, չգիտեմ, պատմական իրողությունը թրջող, մերժող, գարկավիճակով Թուրքին Բերլին հրավիրել, որ ինչ, դուք ասես տեղ ու ասես, չի եղել այդ բանը, երբ որ ես շատ լավ գիտեմ, ես եմ ամեն ինչ ծրագրավորելու, քեզ տվել, որ դու անես դա, հա, ու դու դա մերժում ես, ես ոնց եմ իմ պատմության հետ հաշտվել, չէ՞, թե հрьяաների ողջագիզման հոլոկոստի փոխհատուցություն են տալիս, դու եւս պիտի հաշտվես, վերջ։ Միայն այդ դեպքում Եվրոպայի թռները կբացեն քո առաջ, գնա պատմության հետ հաշտվի։ Դա շատ կարևոր բան է։ Ինքը շատ լավ գիտի, այսինքն Գերմանիան, որ Թուրքիան չի կարող պատմության հետ այդպես հեշտ ու անկիստ հաշտվի, որովհետև Թուրքիան կկորի։ Թուրքիայի գմնա միայն անունը դրանից, ասում է անունը գա, ամանուն չի գա։ Թուրքիայի Հանրապետությունում չի գա 1 մետր քառակուսի տարածք, որը թուրքա պատկան լինի, քրդա պատկան լինի, չերքեզա պատկան լինի, լազա պատկան լինի, ոչ եւ ոչ։ Ուղիղ երկրի գեսը, ցախ կողմը, թեպի արևմուտք, հունական Անատոլիա գոչված տարածքն է, գեսից թեպի, այսպես ասած, Արցախ, թեպի Հայաստան, մեր կողմը ամբողջովին Հայաստան, ամբողջովին ուղնուծուծով, այսինքն հույների եւ հայերի երկրի բռնազավթած մի pedagogan միավոր, որը Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նաեւ Ռուսաստանի դաշնային աջակցությամբ ոտքի է։ Հիմա սրան արդեն ժամանակ եկել է, որ այսպես ասած իրերը գոչենք իրենց անուններով, Գերմանիան արեց դա։ Գերմանիան իրերը գոչեց իր անուններով։ Ու մենք պիտի այսօրվանից գլխարկնից տնենք սեղանի վրա եւ սկսենք լուրջ գործ անել։ Մեր արտաքին գործերի նախարարությունը 24 ժամյա աշխատանքից պետք է անցնի մի սուպեր ժամանակահատվածի 48 ժամային աշխատանքային ռեժիմի մի օրվա մեջ տեղավորելով։ Մեր ամբողջ տեսփանները պետք է անընդհատ, ամեն ուր աշխարհի ցանկացած գետում սկսեն այս փաստարկի հիման վրա
այլ պետություններին ներգրավել եւ այսօր մի ռադիոհաղորդում եղել, ես չեմ լսել, բայց բոլիսից ընկերս վազելով գալիս է մամլոասուլիսի ինձ հաղորդել է, որ ռադիոհաղորդումում ասել են, որ հիմա հերթը հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոնց որ ժողովուրդն ասում, հարցը ասավ Դիվան Բաշեն, այո, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս ընդունեց ցեղասպանության փաստը, այսպես ասած Թուրքիայի Հանրապետության վարչագահը չի կարող այլևս շարժվել։ Ուստի քննարկը այլևս ոչ թե պետք է դշել Թուրքիայի Հանրապետությունը, Անկարա, պետք է դշել Վաշինգտոն DC։ Դա շատ կարևոր բան է մեզ համար։ Եթե Վաշինգտոն DC-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը ընդունի այդ փաստը, իրավական վավերացնի, այդ որ բարոն Արաբաբյանը մոդուս վիվենդիովի անընդհատ բան անում չէ, իրավարար վճիր, Վիլսոնյան վճիր, կարող է եւ ով գիտի, կամ բարենպաստ ժամանակները այդ Վուդրո Վիլսոնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն այդ ժամանակվա նախագահի իրավարար վճիրը գրգին իրավական կատեգորիա դառնա, գրգին իրավական օրագարկ մտնի եւ դա արդեն ուրեմն գպերի Թուրքիայի Հանրապետություն գոչված պետական միավորի գազམաքանդման։ Այստեղ ես մի բան եւս ասեմ, դուք հարց տվեք։ Երեք խորհրդարանի նախագահը Պանաձևը ուրեմն հիմնավորելիս իր խոսքում ասեց այժմյա Թուրքիան պատասխանատու չէ դեղի ունեցածի մասին։ Սա միջանկյալ ասված բան է, Պանաձևում չի գա։ Բայց խոսք է, որ օդի մեջ է եւ երևի Գերմանիան հիմա այսօր տեսփան կգան չեն տնտեսական հարաբերությունները գախագայեն, կսարեցնեն, մի քանի շաբաթ կհողորդան ցույցեր, ինքնաարգիզումներ, թուրքական թրոշակներ, Գերմանիայի թրոշակ գվարեն եւ այլն եւ այլն։ Գերմանիայի թրոշակ գվարեն ասելով Facebook-ում բում 4.5 միլիոն մարդ արդեն գիսվել է, ուրեմն թուրքերը որ հետամնաց են, ուրեմն նկար կա Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին թուրքերն են պատրաստել, ուրեմն նկարում առաջին դեղում Գերմանիայի թրոշակն է, երկրորդը Բելգիա, նրանք իրենց ծևերով են դարբեր, քույները նույնն են, հերթականությունն են։ Ասում եմ խնդրում եմ չշփոթել Գերմանիայի թրոշակը Բելգիայի հետ, հանգարց չվարեք բելգիական թրոշակը։ Facebook-ում բում է, այդ հետամնաց ժողովրդին այդ երկրի թրոշակն են ուզում ցուցանել, որ թուրքը ինչ կիմանա, ասում է «Էշնինչ գիտի, նույնինչ է, չէ, ժողովրդական խոսքը, կարող է խես բելգիացիները թրոշակը վարեն, մասկցեր դրանով իրենց փաթաթեն, չգիտեմ ինչեր անեն, խես բելգիան խաբար չէ, այդ ամբողջում, հա, ուստի դա իմիջայլուց եմ ասում ձեզ, որ այդ խորհրդարանի նախագահի բան Անգելա Մերկելը եւս 1 ժամ հետո Պանաձևի ընդունումից բացահայտ ասեց, որ ինչ անորը Թուրքիան հզոր պետություն է, մեր թաշնագիցն է, բայց մենք նաև լավագույն պարտներն ենք Հայաստանի Հանրապետության, ու այս ամբողջը մենք անում ենք վերջապես ի վերջո Հայաստանը իբրև պետություն եւ Թուրքիան հարևաններ իրար հետ, հա, սահմանագից իրար հետ լեզու գտնեն եւ այդ պատմական իրողության փաստարկմամբ, հիմնավորմամբ սրանից հետո նոր ժամանակներ կան, դա Գերմանիայի պետական ողջույնն էր, այսպես ասած, այսպես, հա։ Ուրեմն եթե ամփոփենք, փաստորեն ընդունումը դա Գերմանիայի ներքին գործն է, բայց ինքը ունեցա միջազգային ուղերձ ցեղասպանության իրողությունը ընդունելու համար։ Եվ սրանից արդեն ելնելով մեր արտգործնախարարության աշխատանքներն են կրկնապատկում, եռապատկում եւ հուսանք, որ մեկ անգամ եւս կհանդիպենք եւ գուցե խոսենք, թե մեկ ամսվա ընթացքում ինչ իրադարձություններ են արձանագրվել։ Անպայման, ես վստահ եմ, որ այժմ արդեն ինչ որ դեղի ունեցավ Գերմանիան եւ քանի որ բոլորս գիտեն Գերմանիան Թուրքիա բիս, հա, Թուրքիայի շարունակությունն է Եվրոպայում, հա, 3.5 միլիոն բնակչություն, գրեթե մեր հանրապետության ազգաբնակչության TV չափ բնակչություն ունի միայն Գերմանիայի Թաշնային Հանրապետությունում, ուրեմն այդտեղի համայնքի, ուրեմն գործողությունները պիտի բերեն նաեւ Թուրքիայի հենց բուն վարչական այդ տարածքի վարչագարքին եւս քայլեր անել այդ ուղությամբ եւ ես վստահ եմ, որ սրանից հետո այդ ժամանակը ոչ թե թանտա, ոնց որ հիմա է, շատ ավելի արագ պիտի լինի, բայց ես արիտից օգտվելով զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ ուզում եմ անպայման շնորհակալությունս հայտնել այդ թուրքական, քրդական, զազայական, չերքեզական, արաբական, լազ եւ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական ցանցող դարբեր ժողովուրդների, չէ, ժողովուրդների
ազգերի ներկայացուցիչ ցածող բազմաթիվ հասարակական գազագերբություններին քաղաքական միավորներում, որ բազմաթիվ անգամներ ներկա են եղել Հայաստան, եղել են այստեղ ձեր հյուրը Նոյան Դաբանի, չէ, հա, այդ մարդկանց ճանկերը իրոք մենք պետք է քննադենք ըստ արժանույն Գերմանիայում, գիտեք, երկրված էր համայնքը, մի մեծ հատված, շատ մեծ միտինգներ, ցույցեր եւ այլն հագայական էսպանացեվի դեմ, բայց այդ մյուս հատվածը, այդ Հասանը, Ռեջեփը, Ալի Էրթեմը, Սելայ Էրթեմը, հա եւ մնացած բոլորը, ովքեր որ կան, որոնց կաչազանոթ է մեր հանրությունը, Սոյկրում Քարշիտլարը դերնեի, ընտեմ ցեղասպանության միավորումը, հա, Անգլիայից Մահմուդ Ուզունը, այդ որ նուրերով եկել էր այստեղ գանել էր, չէ՞, տղան ապրիլի 24-ին, հա, այդ բոլորի այդքան մեծ ամագը գա այս բանաձևի ընդունման մեջ, որ ես իմ ժողովրդի անունից, մեր հանրության անունից, Հայաստան Հանրապետության քաղաքացիների անունից, ձեզ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անունից նաև ինչու՞ չէ, ուզում եմ երախտիկի խոսք ասեմ, ինչ լավ է որ դուք կաք, ինչ լավ է որ նման թուրքեր կան, թող նման թուրքերը շատանան այդ թուրքերի մեջ, որ մենք կարողանանք մարտավայել այդ թուրքի տեսակետ լեզու գտնել։ Այս բանաձևը առավել քան նպաստելու է դրան մեջը հadoop հոտված գա եւ շնորհակալություն նաեւ այդ թուրքերին, որոնք պատմական իրողության հետ հաշտ ու հանգիստ արերեսվել են եւ նպաստելու են հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների ուրեմն բարելավման։ Այսքան։ Շնորհակալություն, պարոն Թասպանյան։ Ես եմ շնորհակալ։